Գայանե Քոչարյան, Լովիկի Քուշ։ Սիմոն Աղազարյան, Ռոբերտ Քոչարյանի կլանի ներկայացուցիչ Բոզզի տղա։ Նոտար Ալվարդ Մելքոնյան, անցյագարկա։ Բգո Բոզզի տղա, ամենայն հայոց տերտեր։ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ստեղա։ Դալշը։ Գնել Սանոսյան, անցիղախպի տղա։ Ասում ես ով եթերը սաղպեկնա, Պեկից Բակլաչյան Գոր, Հայկ Ավետիսյան, Վահագն Սահակյան, անցեք գանդոններ, դալշը, Արմավիր քերակատարողական հիմնարկի ղեկավար կազմ, արտարադատության նախարար Գիգիշ Բոզզիս տղա, անցին աստե աղբորոտ կողն, Վազգենի Քուշ, Բուրնաշ Հրազդան Մարզադաշտ, մնացածին չգիտեմ, կհասցնենք, թե ինչպես տենում եք, ասովա եթերը բավականին ծավալուն է, մեխայտավակ վիճակ, դարի մա ծսցնելով գնա։ Տեղավորվենք, անցնենք հաղորդմանը, փորձենք տեղավորել 2 ժամվա մեջ։ Ուրեմն, Բողոքնի բանվոր դասակարգից, աշխատողնիքը բողոքում են, դորոպագի քրիստիկ։ Գոյություն ունի ոսկան ռեստորան, գագիկ, խաչացան ուրա, այնա, լավ։ Դա գոյություն ունի ոսկան ռեստորան, սեփականատեր Կարեն Մարգարյան, Բեկոն կոմպանիայի ղեկավար սեփականատեր ուրա, Կարեն Մարգարյան, մենք ռազմական ոստիկանություն ունեինք, Կարեն Մարգարյան, օրանունը Դեունիս, միմիցավ ես մտածեցի էսեսիա, բանես պարզումա չէ, էսեսի չի։ Ուրեմն ոսկան ռեստորանը դա հայկական ռեստորան է կամ էր, որը գտնվում է Ալեքսանդր հոթելի դեմը, այդ ամեն ժողովուրդը սիրում Ալեքսանդր, ես էլ սիրում Ալեքսանդր, դեմի մայթ, Նիկոլ Փաշինյան Բոզի տղեն, որ դարավ վարչապետ գեղացի աղպեն, առաջի անգամ որպես վարչապետ մտելա ոսկան ռեստորանը մա, լապ է։ Ուրեմն Կարեն Մարգարյանը հանդիսանում է Վանեցի ընկերը, Վանեցյան Արթուրի, գիտեք, դες գեներալ ունենք, ոչ բարով, ցույցերի ժամանակ բանը սնունդա ուղարկի անգամ ցուցարարներ։ Հիմա ինչու՞ է կայանում բողոքը, ինչ են ահազանգում աշխատակիցնի։ Ասում են պարոն Ղուկասյան, հայկական ռեստորանը փակում են, բացում են արաբական ռեստորան։ Ես խորին հարգանք ունեմ արաբների, արաբ ժողովրդի նկատմամբ, մեզ բարեկամ ժողովուրդ են։ Բայց ուզում եմ հիմա ես հարց տամ Կարեն Մարգարյանին։ Կարեն Մարգարյան, ինչի եք հայկական խոհանոցը փոխարինում արաբական խոհանոցով։ Պատճառը որն է։ Այն որ կլիենտուրա եղելա, ու կա, այն որ տուրիստի են գալում, էս են գալում, հորդ գները վրեն ես դրե, այն որ բանը պետական ընդունելություն սաղ բերում են այդտեղ էտասաբաշական ձևով ծծցնում եք։ Հիմա ասում է տալում են արաբներին, մեզ էլ ասում են հելեք սիկտի դեղեք, հելեք գնացեք ուրիշտեղ գործ ճարեք։ Ուրեմն սիրելի ոսկան ռեստորանի աշխատակիցներ, ես հասկանում եմ, որ ձեր հույս ու հավատ Վարդան Ղուկասյան, բայց սա մասնավոր սեկտոր է եւ ձեր սեփականատեր կամ գործատու Կարեն Մարգարյանը որոշել է ցռի ցպնի եւ հայկական ռեստորանը սարքի արաբական ռեստորան։ Սա մտածելու տեղիք է տալիս մեզ եւ ձեզ հուսամ կգա ժամանակ, որ նմանատիպ բոզիտողություններ չեն լինի։ Իսկ ես բան հետ կապված Կարեն Մարգարյան, Բեկոնի սեփականատեր Վանեցի ընկեր, ուրեմն քրիստիկ մոտդ նշի, մենք սկսենք նաև զբաղվել Բեկոնով, ովա ինչացու է եւ այլն։ Եթե ինքը չի սիրում հայկական, սիրում է արաբական, մենք այդ կանենք արաբական սեքս։ Կակրած մեր արաբներն էլ իմ շրջապատի սիրում են։ Այտենց, պատահի բռնեն դոմպետ։ Մենք ուղարկենք ձեր տուն։ Սա բանը բողոքը վերադառնանք այս խառը դավթարին։ Խառը դավթար չէ, ես էլ չգիտեմ ինչա։ Սա պրծանք, խառը դավթարին։ Ուրեմն Արգիշտ Քարամյան
Մենք բազմաթիվ անգամ անդրադարձել ենք Արգիշտ Քարամյանին, այն որ ասում է «Ни то дочь, ни то сын», ով է Արգիշտ Քարամյանի հայրը։ Այն որ ասում է «Неизвестный науке зверь», բայց հիմա մենք ստեղ Աննա Վարդապետյան անգրագիտության մարմնավորում, մենք ստեղ ուզում ենք խոսել ուրիշ բանից։ Նայեք, Արգիշտ Քարամյանը նախ եղել է Քարամյան, հետո չգիտեմ խի դարել է Քարամյան։ Մայրը պիտի գրի հաշվետվություն, չէ՞։ Պետական պաշտոնյայի մերը պիտի գրի ինչ ունի, ինչ դեկլարացիա։ Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ Արգիշտ Քարամյանի մերը բացարձակապես ոչ մի դեկլարացիա չի գրել 2021-22 խորոփած ունի։ Եվ այդ թվերի դեկլարացիան, այսինքն իա ունեցվածքը հել է իջե գնաց է տարե բերե եւ այլն, գրանց մուտք ա եղել միայն 20/08/2024 թվականին։ Հիմա դու գլխավոր դատախազ ես 3 տարի պաշտոնատար անձի մաման կողած ունի օրենքի մաման եւ չի գրել դեկլարացիա ինչ ունի։ Գլխավոր դատախազություն հակակոռուպցիոն կոմիտե Ղախպի տղեն պարտավոր է կանչել Լարիսա Ռուբենի Գրիգորյանին, Տիգին Լարիս, ոտքի։ Եվ ասի Տիգին Լարիս, ասացեք խնդրեմ, ինչի 3 տարի դուք չեք գրել դեկլարացիա, ինչ ունեք, ինչ չունեք, ինչն ավելացե, ինչն ապակասե, խիչկա։ Այն մեկը մի հատ դեկլարացիայի մեջ միտող ավելագրը, մի հատ ստորակետ պակասա դնում եւ այլն դեկլարացիայի գրանցման կեղծիքով տնեմ ծծծնում եք։ Բա հիմա եթե մենք գիտենք Արգիշտ Քարամյանի մամային, Լարիսա Ռուբենի Գրիգորյանին, ստեղ էլ մեկը պիտի հարցնի, չէ՞, Լարիսա Ռուբենի Գրիգորյան, ձեր ամուսինն ով է։ Էտա տերտեր Գանդոն, Կոտայքի մարզի։ Հակառակ դեպքում Լարիսա Ռուբենի Գրիգորյանը 3 երեխա ումից է բերել, լրիվ հայրանել Էլբեկ։ Բայց մեր Արգիշտն ասում է, ես հերթ չունեմ, Սուրբ Հոգին է այցելել իմ մայրիկին։ Տիգին Լարիսա հայտարարագրերն ուր են այկնիկ։ Ինչի 3 տարի դու չես գրել, ինչ ունես, ինչ չունես, ինչ հա տղետ քեզ տվե, ինչ չի տվե, ինչի տենց անտարբերություն Տիկին։ Հիմա որ դնեմ, կեղտոտ բառապաշարս բացեմ, պիտի ասեն յախք, ինչ կեղտոտ մարդ է այս մարդը։ Աննա Վարդապետյան քրեական գործ հարուցելու առիթա թե ոչ։ Անգրագետուհի, տուպիցա։ Բխիչս հարուցեմ։ Դաշե Հիմա դուք պատկերացրեք, այն որ սենց ձգտում են դեպի Ամերիկա, FBI տնօրենը կամ տնօրենի ընտանիքի անդամները դեկլարացիա չգրեն։ Ինչ կանեն սենատորներ, կոնգրեսմեններ, FBI տնօրենին տալով, տեղով ընտանիքով, բարձա չէ։ Բայց օրինական 3 տարի 0 Տիգին Լարիսան իա տրուսիկնա հանեկցե այդ էթիկայի հանձնաժողովա, կոռուպցիոն հանձնաժողովա ինչ խառը դրա գիտուբենին թումբանը։ Երևանյան 20-18 շենքերում ով որ ուներ բալկոն, լվասկը կախում էին բալկոնից, Պարատնի Խրուշովյան բալկոն։ Ով չուներ բալկոն, շենքի մեջտեղը բան էին խփում, ձող, երկաթի ձող։ Այդ երկաթի ձողից sense ռոլիկներով, բանը պարանները էթում էին ամեն մեկի լուսամուտի։ Ու այդ ռոլիկների վրա մարդիկ շարում էին կանայք իրենց տրուսիկները, sense մեծ փոխաններ, ծածանվում էին։ Մենք